ՓՄԶ-ի հետ կապված մեր հարկային բարեփոխումները ինչպիսի ազդեցություն են ունենալու։ Առաջի քայլ։ Հիշում եք, որ 2025 թվականի հունվարի 1-ից գործող հարկային ալենտրակային համակարգերի իրավակարգավորներում փոփոխությունները, այսինքն շրջանառության հարկին եւ միկրոձեռնարկատիրությանը վերաբերող իրավակարգավորումները փոփոխվեցին եւ դա մեծ դժգոհություն առաջացրեց հանրության եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության շրջանում։ Մենք հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները առաջի քայլով չեղյալ ենք հայտարարելու, այսինքն վերադարձնելու ենք ստատուս քվոն։ Սա ինչ է մեզ համար, սա ըստ էության մի անցումային փուլ է, ժամանակ տալու, որ մենք սկսենք մեր բարեփոխումները, որտեղ մենք հստակ գիտենք, որ 25 թվականի հունվարի 1-ի հարկային փոփոխությունները բավարար չափով հիմնավորված չէին, հանրային քննարկումներ չէին անցկացվել եւ հանրային դիրքավորումներն ու հանրային ձայնն ու պահանջը եւ դժգոհությունը չէր լսվել։ Հետևաբար մենք վերադարձնում ենք, որպեսզի ժամանակ ունենանք դիզայն անելու նոր հարկային համակարգ ՓՄԶ-ի համար։ Եվ մեր ուղերձը պարզ է, մեր նպատակը ՓՄԶ-ն զարգացնելն է, որտեղ մենք գիտակցում ենք, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը մեր տնտեսության եւ ոչ միայն տնտեսության, այլ սոցիալ-տնտեսական ողնաշարն է։ Երկրորդ քայլ՝ ներդրումը նոր համակարգ։ Պարզ կանխատեսել է եւ աճին աջակցող։ Շրջանառության հարկը, արդեն ասեցինք, փոխարինում ենք վաճառքի հարկով 5% միասնական դրույքով։ Վերացում է շրջանառության վրա անհամաչափ պատժիչ հարկումը։ Փոքր ու միջին աշխատակիցների մեծ մասի համար, երբ որ մենք պրոգրեսիվ եկամտային հարկի սանդղակը ներմուծենք, որը լինելու է 12, 18, 22 եւ 28, այդ քայլքերն եմ նկարագրում ես, ապա ամենայն հավանականությամբ 12 կամ 18%-ով է հարկվելու ՓՄԶ-ում աշխատակիցների աշխատավարձը։ Եվ եկեք իրար հետ իլյուստրատիվ օրինակով տեսնենք, թե դա ինչ է, հենց հողի վրա ինչպիսի թվաբանության հետ մենք գործ ունենք։ Պատկերացրեք, վերցնենք 5 պրոֆիլ ՓՄԶ-ի, մանրածախ խանութ, փոքր արտադրամաս, ՏՏ ընկերություն, սրճարան եւ ներգնա տուրիզմի ընկերություն։ Տեսեք, համապատասխանաբար ունեն տարեկան շրջանառություններ 100, 110, 90, 105, 107 միլիոն։ Ունեն աշխատակիցներ 8, 12, 7, 10 եւ 9։ Աշխատավարձի ֆոնդը տարեկան համապատասխանաբար մանրածախ խանութը 36, փոքր արտադրամասը 48 միլիոն, ՏՏ ընկերությունը 42, սրճարանը 45 եւ ներգնա տուրիզմի ընկերությունը 39։ Այսօրվա իրավակարգավորումներով այս մեր ՓՄԶ պրոֆիլների հարկային պարտավորության հաշվարկը հետեւյալն է։ Շրջանառության հարկի դրույքը այսօրվա գործող բազմապատկած շրջանառություններով շրջհարկի գումարը պարտավորություն, աշխատավարձի ֆոնդը 20% եկամտային հարկի դրույքաչափով հաշվարկված եւ համընդհանուր, այսինքն այսօր մանրածախ խանութը 100 միլիոն շրջանառության պարագայում ունենում է 17.2 միլիոն դրամի հարկային պարտավորություն։ Սա 17% հարկային բեռը, որը բավականին բարձր է։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, մեր առաջարկած համակարգով այդ նույն պարամետրերի պարագայում, օրինակ, այդ նույն մանրածախ խանութի հարկային բեռը 17%-ից կիջնի 11%։ Կամ եթե այս մի աղյուսակում տեսեք, այսօրվա գործող համակարգով համընդհանուր հարկային պարտավորություններ, նոր համակարգով գործող պարտավորություններ, խնայողություն եւ նվազումը, առնվազն 33%-ով նվազելու է հարկային պարտավորությունները։ Եթե ամփոփենք այս իլյուստրացիայից հետո հարկային համակարգի մեր, ապա վաճառքի հարկ, շրջհարկի եւ ավելացված արժեքի հարկի փոխարեն վերջ անհամաչափ հարկային բեռին։ Մենք շատ կարևոր մեսիջ ենք ասում։ Հարկային բեռը պետք է լինի համաչափ։ Մենք բոլորս գնացել ենք սահմանադրությամբ, բոլորս ասել ենք, որ պարտավոր ենք վճարել հարկեր։ Հարկեր վճարելը դա սահմանադրական պարտականություն է։ Մենք բոլորս համաձայն ենք վճարել հարկեր, բայց այդ հարկերը պետք է լինի համաչափ։ Եվ այսպիսի մի շեղում էլ անեմ, ակադեմիական աշխարհում, տեսեք, չեն ասում հարկը պիտի լինի արդար, չեն ասում հարկը պիտի լինի հավասար։ Ամենաճիշտ տերմինը դա համաչափությունն է, որովհետև տեսեք, հարկադրանքը չի կարող լինել արդար,
հարկադրանքը եւ արդարությունը իրար հետ բացարձակ կապ չեն ունենում, որովհետեւ եթե դու իրավակարգավորումներով պետությունը հարկադրում է քեզ քո եկամուտներից որոշակի մասը վճարես պետական գանձարան, ապա այդտեղ արդարությունը փոխհատուցվում է համաչափությամբ, այսինքն մեր բոլորիս հարկերը պետք է լինեն համաչափ մեր եկամուտներին։ Հետևաբար մենք խրախուսում ենք եւ մենք ագիտացիա ենք անելու համաչափ հարկային պարտավորության օգտին։